Փոքր առագամ կա, ուրեմն մի հոգևոր մարդ տիրոջը կկանչե հյուր, ինչպես մեր աշոտ աղբերն օրինակը բերեց, տան մեջ Աստծուն հյուր կանչելու, ու կսպասե որ Տերը գա եւ իր գունը կգնի մի հատ ձայն կա դրան կբացե կտեսնի ծերունի մարդ, 100 տարեկան ծերունի մարդ կխնդրե որ այս գիշեր կարելի է ձեր տուն մնալ, որովհետև մոտ ընկել է ճանապարհը չեմ տեսնում։ Կասե խնդրեմ, բայց ինքը կսպասեր, տիրոջը կսպասեր։ Հիմա կմտածեք Տերն է, չէ, Տերը չէ, դա մի հատ մարդ էր, որ ուզենար որ գիշերը մնար իր տունը։ Ու հաց կտնե ջուր, ամեն բան ինչ որ կարիք ունի եւ այս հոգեվոր մարդը ինչպես կվայելե Աստծո մարդուն, որ Աստծո մասին խոսա, չէ, որպեսզի Աստծուց տեղյակ լինի։ Եվ սկսե Աստծո մասին խոսալ ու այդ 100 տարեկան մարդը ծերունին կսկսե Աստծուն հայհոյել, Աստծուն դեմ հակառակ խոսալ, կմտածե ես այսքան լավություն արեցի, իմ տունս ընդունեցի, հաց տվի, ջուր տվեցի, հետո պետք է տեղաշորտամ, չէ, որ քնի, իրան լավ զգա, հանգստանար ու առավոտ շարունակ իր ճանապարհը։ Ես ինչ ձևի ինձի ու ինքն է գիտա որ ես իմ Աստծուն կսիրեմ ու իմ Աստծուն մասին բան կպատմեմ, գոնա այդ լավության համար ինքը չհայոյ է։ Հա, չի հանդուրժե, կսե դուրը բաց ու դուրս անցի, ես քեզի չեմ ընդունել ու ես գիշեր չես մնա իմ տունս։ Դուրս կհրավիրե, կփակե ու կա տխուր կնստի, ես ինչ անհաջողություն եղավ։ Ես սկան լավություն արեց, ուզեցա որ լավ բան անեի, ինչ ձևի պատասխանեց։ Ու կմտածե անորոշ վիճակի մեջ Աստված խոսա իր սրտի հետ։ Աստծո ձայնը կլսե, կսե ինչու համար ծերունուն դու սարեցիր։ Կսե Տեր, դու տեսար ինչ հայոյանքներ կասեր քեզի։ Եվ Աստված կպատասխանե, կասե ես 100 տարի կհանդուրժեմ իրան, որ չսպանեմ, բայց դու մեկ գիշեր չկարողացար հանդուրժեիր։ Ինչքան կսիրի Աստված ու իրան հայոյող մարդուն 100 տարի էլ կհանդուրժե։ Դու մեկ գիշեր չկարողացար։ Տեսեք, եթե դու Աստծո պես սիրես, դու բոլորին էլ կներես, դու բոլորին էլ կսիրես, ու այդ Աստվածային սերը, երբ որ քո մեջդ լցվի, դու բոլորին էլ կուտաս։